Բաքվում գտնվող ռազմաքաղաքական եւ մյուս գերիների վերադարձ Հայաստան, արցախցիների հավաքական վերադարձ Արցախ, արժանապատիվ սոցիալական պայմաններ ու անվտանգություն։ Արցախցիներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է փողոցներից տուն չեն գնում։ Համոզված եղեք, մեր պահանջները արդարացի են, մեր պահանջները հիմնված են իրավունքի վրա, այնինչ մեզ պետք է մեր միասնականությունն է։ Հայաստանի գործող իշխանությունն Արցախից հրաժարվել է։ Հերթը հիմա արցախցիներից ազատվելն է, կարծում են արցախցիները։ Նպատակին հասնելու հեշտ ու առաջնային ձևերից մեկը կարող է լինել օրինակ 40+10 սոցիալական ծրագրի շահառուներին նախնական փուլում կրճատելը, ամիսներ անց ամբողջությամբ փակելը։ Դուք ընդհանրապես մտածում եք մեր 55 եւ բարձր տարիքի ծնողների մասին, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն։ Ինչ պետք է անեն այս մարդիկ։ Կա արդյոք այս հարցերի պատասխանը։ Երբ որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որ գնան եւ աշխատեն, արդյոք կարծում եք, որ հնարավոր է ընդամենը 50,000 ստանալով վճարել եւ բնակված եւ ապահովել ընտանիքի նորմալ կենսապայմանները։ Դեռ ամիսներ առաջ մեծ զրույցում արցախցի կանայք իրենց դժգոհությունն էին հայտնում, խոսում բնակարանային ապահովման ծրագրի տապալման մասին։ Շատ ցաներ վիճակում, եթե մինչև այդ ժամանակ աշխատանք չգտնեք, արդեն չեք էլ իմանում ինչ կարող է լինել, չգիտեմ։ Արցախից բռնի տեղահանվածներից մեծ մասին անգիր հիշում են հանրապետության վարձույթով տուն բնակարան գտնող գործակալությունները, իսկ Facebook-յան արքու վաճառքի վարձույթով բնակարանների մասին պատմող խմբերը մեկ տարվա ընթացքում ավելի քան 120,000 մասնակիցով ավելացել են։ Օրական մի քանի տան նկարներ նայում, գները համեմատում գրպանի գումարին, փողոցների անունները գտնում նավիգատորներով, չափում տնից աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ հեռավորություններն ու տան տիրոջ հետ վարձը վճարելու օր պայմանավորվում 40+10 աջակցություն ստանալու օրվա հետ։ Սա իրական կյանքից մի կարճ դրվագ է։ Այդ աջակցության չափն այնքան չէ, որ տեղահանված ընտանիքներին բնակարանով, պարենով ու առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովի։ Բայց այդ աջակցության կարիքը կա, քանի մարդիկ բնակարանի վարձ են վճարում։ Տարին մի քանի անգամ ստիպված լինում տեղափոխվել, բնակարանի փնտրտուքով օրեր ու շաբաթներ անցկացնում։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։